Ավերակներ, քանդած շինություններ, փոշի, կեղտ եւ թափառող շներ։ Դժբախտաբար անցած տարիներին համայնքային իշխանությունները ավելի մեծ ուշադրություն են դարձրել քաղաքի կենտրոնական հատվածին, քան թե ծայրամասերին։ Մենք գտնվում ենք Գյումրու հյուսիսային թաղամասերից մեկում, այս հրաշալի շատրվանի հարևանությամբ։ Եվրատաշինքը նախատեսում է իր նախընտրական ծրագրով ուշադրություն դարձնել թաղամասերի համաչափ զարգացմանը եւ ոչ թե միայն ուշադրություն դարձնել կենտրոնին։ Դա հնարավոր է, ոչ մի ֆանտաստիկ բան չկա դրա մեջ։ Մենք բոլոր թաղամասերում ստեղծելու ենք տարեցների երիտասարդների համար ակտիվ ժամանցի գոտիներ։ Հարգելի գյումրեցիներ, հավատացեք, եկել է փոփոխությունների ժամանակը, դա հնարավոր է։ Մասնակցեք մարտի 30-ի ավական ու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրատաշինքի եւ իմ օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ I'm sorry. Մեկ, լսվում է, նորմալ է, ես բարձրությունը, they ask me to talk louder, so as everybody hears the voice of translator. Yeah, I will speak louder, always. This is not mine. Thank you all for coming. Mr. Rasmussen will make a quick opening statement. He'll then take about 20-25 minutes of questions. If you have a question, please just raise your hand and I'll call on you and try to get through as many people as possible. Շնորհակալություն, որ եկել եք այս հանդիպմանը։ Պարոն Ռասմուսենը մի փոքր ներածական խոսք կասի, դրանից հետո դուք 20-25 րոպե ժամանակ կունենաք հարցեր տալու համար։ Եվ եթե ցանկանում եք հարց տալ, ձեռք բարձրացրեք, որպեսզի ձեզ հերթով տան հնարավորություն հարց տալու։ Thank you very much. It's nice to be back in Armenia. Շնորհակալություն, շատ հաճելի է կրկին լինել Հայաստանում։ I'm the leader of Rasmussen Global and International Consultancy Company, helping the Armenian government to diversify its international relations. Ես Rasmussen Global եւ International ընկերության ղեկավարն եմ, որը օգնում է Հայաստանին զանազանեցնել, բազմակերպել իր միջազգային կապերը։ I have 3 messages during this visit, where I have just visited the EU mission here in Yerevan, and tomorrow I will meet Prime Minister Pashinyan and other officials. Ես 3 առաքելություն կամ ունեմ երևի այս այցելության ժամանակ, այսօր ես հանդիպեցի Եվրոմիության պատվիրակությանը այստեղ Իջևանում գտնվող եւ վաղը հանդիպում կունենամ վարչապետ պարոն Փաշինյանի հետ։ And I have 3 messages. The first is we want peace in South Caucasus. Եվ ոչ թե առաքելություն, այլ ես 3 ուղերձ ունեմ։ Առաջինը հետեւյալն է. մենք խաղաղություն ենք ուզում հարավային Կովկասում։
I welcome the peace agreement between Armenia and Azerbaijan. Ես ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ I think Prime Minister Pashinyan has shown great courage to agree to this deal. Ես կարծում եմ, որ վարչապետ պարոն Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել համաձայնելով այս համաձայնությանը կամ պայմանագրի։ Now the ball is in Azerbaijan's court. I want Azerbaijan to sign this peace agreement as soon as possible. Իսկ հիմա գնդակը, եթե այդպես կարելի ասել, Ադրբեջանի դաշտում է։ Եվ Ադրբեջանը ես ցանկանում եմ, որ հնարավորինս արագ ստորագրի այս համաձայնագիրը։ My second message is I want stronger ties between Armenia and Europe. Իմ երկրորդ ուղերձը հետևյալն է։ Ես ուզում եմ, որ Հայաստանի եւ Եվրոպայի միջև կապերը ավելի ուժեղ լինեն։ Armenia is a democratic bright spot in a very troublesome neighborhood. Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարելի ասել ծիլ է, որը փորձում է աճում է շատ բարդ հարևանության պայմաններում։ That's why I want the European Union to increase its support for the democracy in Armenia. Ահա թե ինչու ես շատ ուզում եմ, որպեսզի Եվրոպական միությունը ուժեղացնի իր օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարության աճին։ My third message is I support strongly Prime Minister Pashinyan's initiative called Crossroads of Peace. Իմ երրորդ ուղերձը այն է, որ ես շատ ուժեղ օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է հայտնի է որպես խաղաղության խաչմերուկ նախաձեռնություն։ If this initiative is implemented, it would boost trade and connectivity in the Caucasus. Եթե այդ նախաձեռնությունը իրականացվի, այն կօժանդակի, կսատարի առևտրի եւ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը ամբողջ Կովկասում։ That's why I want the European Union to finance the construction of roads, railroads, border crossings, etc. Ահա թե ինչու ես ուզում եմ, որպեսզի Եվրոպական միությունը ֆինանսապես օժանդակի ճանապարհների, երկաթուղու, ճանապարհային անցումների եւ այլն նման ենթակառուցվածքների կառուցումը։ To connect Turkey, Azerbaijan, Armenia would not only create peace but also prosperity in this region. Որովհետեւ կապելով Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, դա ոչ միայն կոժանդակի խաղաղությանը, այլ նաեւ կնպաստի այս տարածաշրջանում բարգավաճման աճին։ With that, I'm ready to take your questions. Սա իմ ասելիքներ ու այժմ ես պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Պարոն Ռասմուսեն, ես ներկայացնում եմ Հայաստանի պետական լրատվական գործակալությունը Armen Press-ը։ Mr. Rasmussen, gentleman, is representing Armenian state media, Armen Press, state media agency. Մենք այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանը այնքան էլ պատրաստակամություն չի դրսևորում պայմանագիրը ստորագրելու։ My question is the following. Today we see that Azerbaijan isn't showing much readiness in signing that agreement. Ավելին տեղեկատվություն են տարածում, թե իբր հայկական կողմը կրակում է ադրբեջանցիների ուղղությամբ սահմանից։ Moreover, they are disseminating news as though Armenian side is shooting at Azerbaijanians from its borders. Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է տեղեկատվությունը, որտեղ իսկապես նման բան չկա։ Ministry of Defense is officially revoking that information because actually there is nothing like that. Ես կցանկանայի, որպեսզի դուք գնահատեք այս իրավիճակը Ադրբեջանի վարքագիծը եւ ձեր մոտ չկա տպավորություն, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է ավելի թանկ վաճառել իր ստորագրությունը։ I would like you to assess this situation, and I'm asking you, do you have the impression that
maybe Azerbaijan is trying to sell more expensive, to ask for higher price for its agreement, and with this disinformation provided to international community. I'm very much concerned about the Azeri rhetorics. Yeah, what rhetorics? From Azerbaijan. Okay. Yes, ճիշտն ասած շատ մտահոգ եմ ադրբեջանական ռիտորիկայի կապակցությամբ. So once again, I urge Azerbaijan to sign this agreement as quickly as possible. The remaining unsolved issues were solved by concessions from the Armenian side. So now the ball is in Azerbaijan's court. They should sign immediately. Եվ կրկնում եմ իմ ասածը, որ ցանկանում եմ, որ Ադրբեջանը այս համաձայնագիրը ստորագրի հնարավորինս արագ, որովհետև ինչ խնդիրներ էլ եթե կային, այդ խնդիրները լուծվել են հայկական կողմից, եւ Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը. And I think it would also be in the self-interest of Azerbaijan to sign this agreement, because it would ease Azerbaijan's relations with the international community to actually sign this agreement. Դեռ ավելին, ես կարծում եմ, որ դա բխում է Ադրբեջանի շահերից ստորագրել այս համաձայնագիրը, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի կապերի զարգացումը միջազգային հանրության, միջազգային ճանապարհների կամուղների վրա. I hope the international community, both the European Union and the United States, will put pressure on Azerbaijan to sign as soon as possible. Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը եւ եվրոպական, եվրոմիութենական երկրները եւ մյուս երկրները կազդեն իրենց ազդեցությունը կցուցաբերեն Ադրբեջանի վրա, պնդելով եւ պահանջելով, որպեսզի նա հնարավորինս արագ ստորագրի այս համաձայնագիրը. Thank you very much. I really appreciate this. Շնորհակալություն, իրոք շատ շնորհակալ եմ ձեր պատասխանի համար. If you do not mind, I can speak directly. So there are growing concerns. Sorry, I'm from News.am agency. And my question is that there are growing concerns that Azerbaijan is preparing another military aggression against Armenia. As my colleague mentioned, there have been disinformation about and accusations to the Armenian military that Armenian military is actually is breaking the ceasefire. Such announcements have been actually denied by the Armenian Defense Ministry. What should the international community, Armenia and international community particularly, do to not let such a scenario happen? Military aggression against Armenia. Ես մտահոգություն եմ հայտնում այն կապակցությամբ, որ Ադրբեջանը հնարավոր է այս ապատեղեկատվության միջոցով նախապատրաստում է ռազմական ահաբեկչություն, ռազմական հարցակում Հայաստանի վրա. Ես հարցը հետևյալն էր. Ինչ եք կարծում, արդյոք Ադրբեջանի ապատեղեկատվությունը միջազգային հանրությանը հենց այդ մտահոգությունների վրա յուղ չի լցնում? Obviously, I am concerned about such rumors, but having said that, I have no information that a military attack from Azerbaijan is imminent. Ակնհայտորեն, ես շատ մտահոգ եմ այդպիսի ասեկոսների կապակցությամբ, բայց չունեմ որևէ փաստ կամ տեղեկություն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական հարձակման գործողության. Again, I would appeal to the international community to convey a very clear message to Azerbaijan that any military action would be unacceptable. Կրկին ես հուսամ կամ ես կպնդեմ, որպեսզի միջազգային հանրությունը իր կողմից փոխանցի Ադրբեջանին ուղերձ, որ որևէ ռազմական գործողություն կամ հարձակում չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության կողմից. We should not miss this
chance to create peace in Caucasus that has been provided by the peace agreement between Armenia and Azerbaijan. Մենք չպետք է կորցնենք Կովկասում խաղաղություն հաստատելու այս հնարավորությունը, որը տալիս է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Համաձայն։ Next question. Պարոն Ռասմուսյան, ասեք դուք ասում եք ամեն անգամ մենք կոչ ենք անում, 2020 թվականի Արցախի պատերազմից հետո մենք Եվրամիության շատ երկրներից կոչեր ենք լսում, բայց դրանք գետնի վրա որևէ ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի վրա։ Հիմա էլ խաղաղության պայմանագրի գրի 17 կետերը համաձայնեցված են, բայց համաձայնեցումից օրեր անց Ադրբեջանը նույն ռետորաբանությամբ է խոսում։ Բացի կոչից եվրոպական երկրները կամ դուք հիմա Հայաստանում եք, էլ ինչ կարող եք անել։ Okay, Mr. Rasmussen, you say we call, and indeed there are a lot of calls from European countries, European Union, and even after the war of 2020, there were a lot of calls calling Azerbaijan to agree to peace. And now, as you have mentioned, 17 points of the peace agreement have been agreed about, but Azerbaijan is still not showing any material actions in this respect. What is your opinion in this? I understand very well your question. I understand your frustration. Ես շատ լավ հասկանում եմ ձեր հարցը եւ հասկանում եմ ձեր մտահոգությունը։ I share that. Ու ես կիսում եմ այն ձեզ հետ։ I hope the lesson learned for the international community is to put a maximum of pressure on Azerbaijan to comply with the peace agreement. Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը դաս է քաղել եւ իր կողմից առավելագույն ուժը կամ ճնշումը կգործադրի Ադրբեջանի վրա այս խաղաղության համաձայնագրին նրա համաձայնությունը ստանալու համար։ Today, actually, the European Union has a quite close cooperation with Azerbaijan, among other areas, the energy field, and I think that leverage should be used to tell Azerbaijan in very clear terms, you must sign this peace agreement. Այսօր Եվրոպական միությունը շատ ուրիշ առումներով, շատ ուրիշ հանգամանքներին զուգահեռ նաև բավականին մեծ ու խիտ ու խոր կապեր ունի Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում։ Ես կարծում եմ, որ այս լծակը պետք է արդյունավետ օգտագործվի Եվրոպական միության կողմից, ստիպելով Ադրբեջանին ընդունել խաղաղության համաձայնագիրը։ Պարոն Ռասմուսյան, ասացիք, որ վաղը վարչապետի հետ հանդիպում է նախատեսված, եթե հնարավոր է փակագծերը բացել հատկապես հարցերի մասին դիտարկում։ Mr. Rasmussen, you said tomorrow you are going to meet with our Prime Minister. Would you please tell us, or could you please open some brackets of what kind of questions you are going to discuss with him? First of all, obviously, I will discuss with Prime Minister Pashinyan the questions you have all raised today. Առաջին հերթին ու դա ակնհայտ է, որ ես վաղը վարչապետ Փաշինյանի հետ կքննարկեմ հենց այն հարցերը, որ դուք այսօր բարձրաձայնեցիք։ Why is it that Azerbaijan has not yet signed the peace agreement, and what can we do to put pressure on Azerbaijan to actually sign the peace agreement? Այսինքն օրինակ, ինչու Ադրբեջանը մինչև օրս դեռ չի ստորագրել այդ համաձայնագիրը եւ ինչ կարող ենք մենք անել, որպեսզի ազդեցություն գործենք Ադրբեջանի վրա ու ստիպենք նրան ստորագրել այդ համաձայնագիրը։ Next, I will discuss with the Prime Minister how we can promote his excellent Crossroads for Peace initiative. Հաջորդիվ ես կհարցնեմ պարոն վարչապետին, թե ինչպես կարող ենք մենք սատարել ու առաջ մղել նրա գերազանց նախաձեռնությունը խաղաղության խաչմերուկ պրոյեկտի
կապակցությամբ, այդ նախաձեռնության կապակցությամբ։ I really believe that it would contribute to stability and peace and prosperity in the region if we could connect all neighbors in the Caucasus through an advanced infrastructure, roads, railroads, open quarter boardings, open for free trade in general. Ես համոզված եմ, որ այդ նախաձեռնությունը կօգնի ուժեղացնել Կովկասում խաղաղությունը, բարգավաճումը եւ զարգացումը, կօգնի ճանապարհներ եւ երկաթուղիներ եւ բաց սահմանային կետեր ապահովել Կովկասյան երկրներին եւ դրանով իսկ նպաստել ամբողջ տարածաշրջանի զարգացմանը. And finally, I will discuss with the Prime Minister how the government intends to handle the EU process that has been initiated by a citizen initiative in Armenia. Եվ վերջապես ես կհարցնեմ պարոն վարչապետին, թե ինչպես է նա պատրաստվում սատարել կամ օժանդակել Եվրոպական միության գործընթացի կայացմանը, իրականացմանը, որը որ Հայաստանում եղել է քաղաքացիական նախաձեռնություն, եթե ճիշտ հասկացա։ I think my proposal would be to focus on concrete steps forward that can demonstrate to the Armenian people that there are concrete benefits of a gradual improvement and enhancement of the relations between the European Union and Armenia. Իմ առաջարկը ու խորհուրդը կլինի իրականացնել նյութական քայլեր, որոնք որ կօգնեն Հայաստանի ժողովրդին տեսնել այդ բարգավաճման ապագան ու հասկանալ, թե ինչպիսի առավելություններ ունի Հայաստանի եւ Եվրոպայի միջև կապի զարգացումը եւ ուժեղացումը։ And just one example. Մեկ օրինակ բերեմ ընդհանրապես visa liberalization process that has been initiated, we in Rasmussen Global have facilitated the opening of this visa liberalization process, and I hope it could lead to concrete improvements in the future. Օրինակներից մեկը դա վիզաների ազատականացման գործընթացն է, որին մենք օժանդակել ու սատարել ենք Rasmussen Global կազմակերպությունում, եւ ես համոզված եմ, որ այն կօգնի ապագայում իսկապես գլոբալ դրական փոփոխություններ իրականացնել։ Այստեղ ինչու է Ադրբեջանը այս դեպքում ներում խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը միաժամանակ զուգահեռ խոսում է միջանցքային տրամաբանության մասին, այսինքն միջանցք է պահանջում Հայաստանից, սա հարցից առաջին հատվածն է։ Okay, Mr. Rasmussen, first part of my question. You yourself stated how important is the crossroad of peace, how much prosperity and development it will bring to the whole region, and it is also in favor of Azerbaijan itself. However, why, in your opinion, Azerbaijan does not see it? How do they continue to suggest the corridor strategy, the corridor option of the solution of the situation? What is their reason in not accepting? That was my first part of my question. Ադրբեջանը բարբերաբար Եվրամիության դիտորդների, այսպես ասած, Հայաստանում գտնվել է տարբեր կերպի մեկնաբանում, հիմնականում նրանց անվանում է եթե մեկ բառով ասած շպիոններ։ Այն չէ կարծում ինչու է Ադրբեջանը ուզում, որ Եվրամիության դիտորդները լքեն Հայաստանի տարածքը, սա նաև չի խոսում այն մասին, որ քանի որ դիտորդների գալով հարաբերական խաղաղություն է տարածաշրջանում հաստատվել, Եվրամիության դիտորդների գնալու փաստով շահագրգռված լինելը չի խոսում այն մասին, որ Ադրբեջանին այս փուլում ոչ թե խաղաղություն է տեղ կարի պարտել։ My second question, the second part of my question is about the observers, European Union observers we currently working or existing in Armenia. Azerbaijan is constantly calling them names,
qualifying them as spies and demanding to remove the observers from Armenia. The fact that Azerbaijan is so negatively has such a negative attitude towards the European observers in Armenia doesn't tell you that. Don't you think that it is speaking of the fact that Azerbaijan is wanting to remove the European Union presence in Armenia, and with this is not trying to boost or foster the peaceful agreement? Yeah, the first part of your question about Azerbaijan's reasons to not support the Crossroad of Peace initiative. Ձեր հարցի առաջին մասի պատասխանը, թե ինչն է պատճառը, որ Ադրբեջանը չի օժանդակում խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացմանը. In fact, I have no information about the Azerbaijani attitude towards the Crossroad of Peace initiative. Իրականում ես ոչ մի տեղեկություն չունեմ Ադրբեջանի իրական վերաբերմունքի մասին խաղաղության խաչմերուկ նախաձեռնության նկատմամբ. In fact, I think it would serve the interest of Azerbaijan to support the Crossroad for Peace initiative. Իրականում ես կարծում եմ, որ դա բխում է Ադրբեջանի հենց շահերից օժանդակել խաղաղության խաչմերուկի նախաձեռնության իրականացմանը. Think about the big perspectives here. Եկեք մտածենք այստեղ մեծ ավելի գլոբալ հեռանկարների մասին. We're speaking about roads, railroads, border crossings, trade across the Caucasus, but also about a link between Europe and India. Այստեղ խոսքը գնում է ճանապարհների, երկաթուղագծերի, ազատ սահմանային անցումների, առևտրի եւ կապերի զարգացման մասին, բայց նաեւ խոսքը գնում է Եվրոպայի եւ Հնդկաստանի միջև հեռանկարային կապի մասին. And geographically, Azerbaijan could play a crucial role here. Եվ աշխարհագրական տեսակետից Ադրբեջանը կարող էր այստեղ շատ կարևորագույն դեր խաղալ. We should not forget that infrastructure is also better connectivity when it comes to the electricity grid and energy cooperation. Չմոռանանք նաև, որ յետակառուցվածքները նաև նպաստում են էլեկտրական գծերի, էլեկտրական ցանցերի եւ էներգետիկ աղբյուրների կամ էներգետիկ գծերի կապերի զարգացմանը. They are all areas that Azerbaijan could benefit from. Այդ բոլոր ոլորտներում Ադրբեջանը կարող է շատ մեծ շահ ունենալ. Your the second part of your question concerns the EU observers. Ուրեմն երկրորդ մասը ձեր հարցի վերաբերում էր եվրոպական դիտորդներին. I just visited, as I told you, the EU mission. Հենց այսօր այցելել եմ եվրոպական այդ առաքելությունը Հայաստանում, հենց իրենց մոտից եմ գալիս. And I can assure you, the EU monitors are not spies. Եվ կարող եմ հավաստել, որ բնավ շպիոններ չեն եվրոպական դիտորդները, բոլորովին. They are not armed. Նրանք զինված չեն. They are impartial. Նրանք չեզոք են. They are just observing what is going on across or around the border. Նրանք ընդհանրապես դիտում են, թե ինչ է կատարվում սահմանի շուրջ կամ սահմանի վրա. I'm aware of the fact that one of the provisions in the peace agreement between Armenia and Azerbaijan is that Azerbaijan has demanded a removal of the EU observers from the borderline. Ես շատ լավ տեղյակ եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կետերից մեկը հենց դա էր, որ Ադրբեջանը պահանջում էր հեռացնել եվրոպական դիտորդներին սահմանային գծի տարածքներից. But I think it's a question that can be dealt with in a pragmatic way, and I have noted that the Armenian government has accepted that demand.
Բայց ես կարծում եմ, համոզված եմ, որ այդ հարցը շատ պրագմատիկ իրատեսական ձևով կարելի է լուծել, եւ ես նշեցի նաեւ, որ Հայաստանի կառավարությունը ըստ էության ընդունել է այդ պահանջը համապատասխան լուծելու տարբերակը։ Let me remind you that the European Union has extended the mandate of the mission for 2 years. Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Եվրոպական միությունը երկարացրել է առաքելության մանդատը 2 տարով։ I'm sorry, Mr. Rasmussen, are there going to be any consequences as they have agreed upon withdrawing the monitoring mission from the border? Are there going to be any consequences for Armenia at the end when the EU monitoring mission is already withdrawn? Because we see it's kind of after EU monitoring mission has been deployed to the region, there has been some stability on the borders. Հարցը թարգմանեմ, ինչ եք կարծում, արդյոք չեն լինի հետևանքներ բացասական այն բանից հետո, երբ որ դիտորդների առաքելությունը, ասենք, հեռացվի, որովհետև դիտորդների ներկայությունը սահմանի վրա իրոք ունեցել է դրական ազդեցություն։ I don't think so, because once you have a signed peace agreement, it would be based on trust on both sides. Ես այդպես չեմ կարծում, որովհետև երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դա կնշանակի փոխվստահություն երկու կողմերի միջև, արդեն ստորագրված համաձայնագրի շրջանակներ։ And there'll be other ways and measures to monitor the border and that no violation of the peace agreement will take place. Եվ կլինեն ուրիշ գործիքներ կամ միջոցներ սահմանը վերահսկելու համար, որոնք որ թույլ չեն տա, որպեսզի խաղաղության համաձայնագրի խախտումներ լինեն սահմանի վրա։ Those be some third countries? Ինչ է կարծում, դա երրորդ երկրների ներկայությունն է նշանակում։ No, as I told you. Ինչպես է դա դիտարկվելու։ Yeah, as I told you, the European Union has extended the mission for yet another 2 years. Ոչ երրորդ երկրներ, ինչպես արդեն ասացի, կրկնում եմ, որ Եվրոպական միությունը երկարացրել է առաքելության մանդատը եւս 2 տարով։ Զվարթ Խազարյան, Շահ հեռուստաընկերություն, կարծես ես մնացի վերջում ու իմ վերջին հարցն է, ավելի շատ հետաքրքիր է ձեր կարծիքը, պարոն Ռասմուսյան, շատ խոսեցինք խաղաղությունից ու կարծում եմ խաղաղություն հաստատելու համար կետերից մեկը նաև պետք է լինի գերիների վերադարձը։ Ինչ եք կարծում գերիները կվերադառնան ու վերջին Հայաստան։ So the lady is representing Shant TV company, TV channel, and the question is about the prisoners. How do you think? We speak a lot of the peace, and one of the prerogatives of peace is return of the war prisoners. Is your opinion? What is your opinion? Will they be returned home finally? They should be returned immediately. Դրանք անմիջապես պետք է վերադարձվեն։ I mean, we have a peace agreement. Այսինքն, պատկերացրեք, ունենք խաղաղության համաձայնագիր։ It means all issues that have been raised during peace negotiations have been solved. Ինչ նշանակում է, որ բոլոր հարցերը կամ խնդիրները, որոնք խաղաղության բանակցությունների ժամանակ բարձրացված են եղել, լուծված են։ So it would underpin that agreement and the trust upon which such an agreement has been dealt with, that you release political prisoners immediately. Այսինքն դա բխում է հենց համաձայնագրից եւ դա հենց դա էլ նշանակում է, որ բոլոր գերիները անմիջապես պետք է ազատվեն եւ տուն վերադարձվեն։ How about the solution for the Nagorno-Karabakh conflict?
for their rights. Okay. Հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծմանը։ Պարոն Ռասմուսեն, շատ կուզեի վերջում լսել ձեր անկեղծ գնահատականը եւ վերջնական ձեր կարծիքը եւ գուցե նաեւ կանխատեսումը, իսկ խոսում ենք խաղաղության պայմանագրից ի վերջո ըստ ձեզ այն կստորագրվի, իրատեսական եք համարում, որ մոտ ժամանակներս կստորագրվի, եթե այո, երբ եւ ինչ պայմաններում, եթե ոչ, ինչն է դրան խանգարում։ Okay, Mr. Rasmussen, my question is, I want to hear your sincere opinion, evaluation, or maybe even forecast in respect of the signing of the peace agreement. What do you think? Will it be signed soon? When? And actually when and where? And if no, then what are the reasons, in your opinion, that the peace agreement won't be signed? On the reasons, I don't know, because it would serve the interest of Azerbaijan to sign the peace agreement immediately. Պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև իմ կարծիքով դա բխում է Ադրբեջանի շահերից անմիջապես ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը։ I'm not going to guess about the timeline. Չեմ պատրաստվում կռահումներ անել, թե երբ է դա լինելու։ But the fact that Azerbaijan apparently has raised an issue that was not mentioned during the peace negotiations indicate that Azerbaijan might try to delay the process. Սակայն այն փաստը, որ Ադրբեջանը մի հարց է բարձրացրել, որը չի եղել բանակցությունների ժամանակ քննարկված, խոսում է այն մասին, որ շատ հավանական է, որ Ադրբեջանը կփորձի ուշացնել, հետաձգել գործընթացը։ I'm of course thinking about the Azerbaijan demand that Armenia should change the constitution. Ես մտածում եմ հենց խոսքս այն Ադրբեջանի պահանջի մասին է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ As all know, this would be a very complicated process. Ինչպես բոլորը գիտեն, դա շատ բարդ գործընթաց է լինելու։ So even with the best will, it would take time. Նույնիսկ եթե դրա համար լինի համապատասխան ցանկություն, շատ մեծ ցանկություն, դա ժամանակ կպահանջի։ And I don't understand why this issue all of a sudden has been raised. Ու ճիշտ ասած չեմ հասկանում, թե ինչու է այդ հարցը հանկարծ բարձրաձայնվել։ So once again, Ուստի մեկ անգամ էլ Azerbaijan, please sign immediately. Այսինքն իմ մոտեցումը այսպեսին է. Ադրբեջան, խնդրում ենք անմիջապես ստորագրել համաձայնագիրը։ Thanks very much, everyone. I'm sorry if it's possible for one more question. That will be the last So one. this will be the last question. He hasn't had one yet. Օրեր առաջ Շվեյցարիայի խորհրդարանը ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հետ կապված։ Ինչ դարձրեց այդ գնահատականը հնարավոր համարում եք, որ այ երկրներ ևս միանան եւ Եվրամիության երկրները սատարեն այս նախաձեռնությանը, հաշվի առնելով, որ դա այն պայմաններից մեկն է, որը կապվի հարաբերական երկար խաղաղություն։ A couple of days ago, the Swiss Parliament adopted the formula on supporting the return of Nagorno-Karabakh population, Armenian, to Nagorno-Karabakh lands. And how do you think, will other European Union countries or any other countries join this formula and join this demand and call, taking also into account the fact that only the return of the endogenous population to its motherland territory will support stable and long peace creation? Obviously, I strongly regret the Azerbaijan attack against Nagorno-Karabakh. Ակնհայտորեն կասեմ, որ շատ ցավում եմ Ադրբեջանի հարձակման կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղի վրա։ What I'm focused now on now is the fact that Armenia and Azerbaijan have agreed on a peace formula. Սակայն այս պահին իմ ուշադրության կիզակետը այն փաստի վրա է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության բանաձևի շուրջ։ And I think we should use that as a platform on our way forward. Եվ կարծում եմ, որ դա պետք է օգտագործենք որպես հարթակ առաջ գնալու համար։ Thanks very much, everyone. Thank you. Շնորհակալ։ Ավերակներ, քանդած շինություններ, փոշի, կեղտ եւ թափառող շներ։ Դժբախտաբար անցած տարիներին համայնքային իշխանությունները ավելի մեծ ուշադրություն են դարձրել քաղաքի կենտրոնական հատվածին, քան թե ծայրամասերին։ Մենք գտնվում ենք Գյումրու հյուսիսային թաղամասերից մեկում այս հրաշալի շատրվանի հարևանությամբ։ Եվրատաշինքը նախատեսում է իր նախընտրական ծրագրով ուշադրություն դարձնել թաղամասերի համաչափ զարգացմանը եւ ոչ թե միայն ուշադրություն դարձնել կենտրոնին։ Դա հնարավոր է, ոչ մի ֆանտաստիկ բան չկա դրա մեջ։ Մենք բոլոր թաղամասերում ստեղծելու ենք տարեցների երիտասարդների համար ակտիվ ժամանցի գոտիներ։ Հարգելի գյումրեցիներ, հավատացեք, եկել է փոփոխությունների ժամանակը, դա հնարավոր է։ Մասնակցեք մարտի 30-ի ավական ու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրատաշինքի եւ իմ օգտին։ Քվեաթերթիկ համար 6